Մեծարգո պարոն նախագահ Ռինկևիչիս, հարգելի գործընկերներ, այսօր պատիվ ունեմ հյուրընկալել Լատվիայի մեծարգո նախագահ Էդգար Ռինկևիչիսին եւ իր գլխավորած պատվիրակությունը Հայաստանում։ Ուրախությամբ եմ նշում, որ սա իմ գործընկերոջ առաջին այցն է նախագահի պաշտոնում, սակայն պարոն Ռինկևիչիսի պատիվ ենք ունեցել Հայաստանում հյուրընկալել անցյալում երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Հարգելի ներկաներ, գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին տարիների գործուն քայլեր ենք ձեռնարկում ամուր եւ դինամիկ քաղաքական երկխոսություն ծավալելու ուղղությամբ։ Հայ-լատվական գործընկերությունը հիմնված է բարեկամության, ժողովրդավարական արժեքների եւ ընդհանուր հանձնառության վրա, ապահովելու բարեկեցիկ եւ ավելի անվտանգ ապագա մեր ժողովուրդների համար։ Հայաստանն ու Լատվիան համախոհ երկրներ են անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարական արժեքների պահպանման եւ խաղաղության առաջխաղման գործում եւ վճռական են առավել խորացնել փոխգործակցությունն այս առումով։ Այսօր մենք հանգամանալից անդրադարձ ենք կատարել երկկողմ հարաբերությունների տարբեր բաղադրիչների, կարևորելով առևտրի եւ ներդրումների խթանումը։ Հեռանկարային եւ փոխշահավետ ենք համարել բարձր տեխնոլոգիական ոլորտում առարկա մեծ ներուժի օգտագործումը։ Հաշվի առնելով Լատվիայի նշանակալի ձեռքբերումները տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, նորարարության, կիբերանվտանգության ոլորտներում, ինչպես նաև Հայաստանի նորարարական տեխնոլոգիաների հիմքում գործող կենտրոնների հաջողված փորձն ու այն նշանակալից բարեփոխումները, որոնք իրականացվել են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում։ Ընդգծել են կիբերանվտանգության, օդային հաղորդակցության, կրթության եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում առավել թիրախային համագործակցային ծրագրերի իրագործման անհրաժեշտությունը։ Ոլորտային համագործակցության առաջխաղման համատեքստում կարևորել ենք իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, որն այս պահին ընդգրկում է 2 տասնյակից ավելի փաստաթուղթ։ Երախտագիտություն եմ հայտնել նախագահ Ռինկևիչիսին Լատվիայի կառավարության կողմից զարգացման համագործակցության գծով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության համար։ Երկուստեք կարևոր ենք 2024 թվականից հետո ձևավորված Հայաստանի եւ Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի միջև համագործակցության շարունակականությունը։ Մեր համագործակցության համատեքստում անշուշտ առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի Հանրապետություն եւ Եվրոմիություն գործընկերության շրջանակներում իրականացվող երկխոսությունը։ Նախ երախտագիտություն եմ հայտնել պարոն նախագահին Հայաստանի Հանրապետություն Եվրոմիություն համագործակցության առաջխաղման գործում նրա ներդրման համար։ Նշել եմ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող ծրագրերով Լատվիայի կողմից ցուցաբերվող աջակցության շարունակականության կարևորությունը, ընդգծելով դրանց դերը Հայաստանի դիմադրողականության բարձրացման գործում։ Բարձր եմ գնահատել նաև Լատվիայի մասնակցությունը Հայաստանում Եվրոմիության քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ Հուսով ենք, որ Լատվիայի աջակցությամբ նաև կարողանանք առաջ մղել մեր բարեփոխումների օրակարգը, որն անկյունաքարային է ապագայում կյանքի կոչելու Հայաստանի Եվրոմիության անդամակցության ձգտումները։ Հարգելի գործընկերներ, այսօր անդրադարձ ենք կատարել նաև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական հարցերին, ներառյալ Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը։ Նախագահ Ռինկևիչիսին ներկայացել եմ նաև Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումները, այդ թվում մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հայաստանը բարձր է գնահատում Լատվիայի հավասարակշռված մոտեցումը տարածաշրջանային գործընթացների նկատմամբ եւ նրա ներդրումը տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման գործում։ Հարգելի պարոն նախագահ, սիրելի Էդգարս, եզրափակելով խոսքը ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեր այցի եւ բովանդակալից ու կառուցողական քննարկումների եւ առհասարակ ձեր ընկերության եւ ժողովրդավարության նվիրվածության համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք շնորհակալություն հայտնեմ նախ եւ առաջ ձեզ Հայաստանի Հանրապետությանը, ինձ եւ իմ պատվիրակությանը հյուրընկալելու գերազանց հյուրասիրության համար։ Դուք ասացիք, որ սա իմ առաջին այցը չէ Հայաստան, Երևան։ Ես այստեղ մի քանի անգամ եղել եմ որպես արտաքին գործերի նախարար եւ հետեւաբար շատ ուրախ էի, որ որոշակի ժամանակ ընդմիջումից հետո, կարծես թե 17
տարվա ընդմիջումից հետո սա հերթական նախագահական այցն է Հայաստան, որի նպատակն է հիմնականում աջակցել Հայաստանի Հանրապետությանը, եւ խոսքը գնում է ձեր զարգացումների մասին, խոսքը գնում է ձեր եվրոպական ճանապարհի մասին, ինչպես նաեւ ասել, որ մենք բարձր ենք գնահատում խաղաղության այն համաձայնագիրը, որի ուղղությամբ քայլեր են ձեռնարկում Հայաստանն ու Ադրբեջանը, եւ հետեւաբար հույս ունեմ, որ այս գործընթացը կհանգեցնի իրավիճակի նորմալացման երկրների միջև, ինչպես նաեւ ավելի շատ կայունություն եւ անվտանգություն կապահովի ավելի լայն տարածաշրջանում։ Ես նաեւ ցանկանում եմ ասել, որ մենք Հայաստանը անցալում ենք որպես շատ կարեւոր ընկեր եւ գործընկեր Հարավային Կովկասում։ Դուք ճիշտ նկատեցիք, որ մենք մի քանի գործնական հարցեր քննարկել ենք, որոնք պետք է հասցեագրենք, դրանցից մեկն էլ նաև այն է, ոչ միայն քաղաքական համագործակցությունը գերազանց, այլ նաև մենք պետք է խթանենք մեր տնտեսական համագործակցությունը, մենք քննարկել ենք հնարավոր բիզնես կապերի ընդլայնումը, ինչպես նաև կամ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում, լոգիստիկ ոլորտում, տրանսպորտի, զբոսաշրջության եւ կրթության ոլորտներում։ Ես հավատացած եմ, որ այս այցը մեր քննարկումները նաև կնպաստեն ավելի խորացված համագործակցությանը։ Թույլ տվեք նաև ասեմ, որ մենք դրական ենք դիտարկում նաև մեր խորհրդարանների միջև համագործակցությունը, որովհետև մեր երկու երկրներն էլ այս տարի ակնկալում են ընտրություններ, ձերը հունիսին, մերը աշնանը, եւ հետեւաբար մենք նաև անհամբերությամբ սպասում ենք թե ինչ աշխատանք կանեն մեր խորհրդարանական բարեկամական խմբերը, փոխադարձ այցեր խորհրդարանականների մակարդակով բարձր են գնահատում եւ այս հնարավորությունից օգտվելով թույլ տվեք նաեւ ձեզ շնորհավորեմ, պարոն նախագահ, շատ էապես հաջողված եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման, ինչպես նաեւ առաջին ԵՄ Հայաստան գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ ես գտնում եմ, որ սա շատ կարեւոր է եւ ճանապարհ կհարթի դեպի ավելի սերտ հարաբերություններ ԵՄ-ի եւ Հայաստանի միջև։ Թույլ տվեք նաեւ կրկնեմ, որ Լատվիան բարձր է գնահատում ձեր եվրոպական ճանապարհի ընտրությունը։ Մենք արդեն քննարկել ենք նաեւ, որ մենք աջակցում ենք ձեզ այս ճանապարհին, որքան որ կարող ենք եւ անհամբերությամբ կսպասենք նաեւ գտնել գործնական համագործակցության ուղիներ։ Նաեւ, ինչպես պարոն նախագահ հենց նոր ասաց, մենք քննարկել ենք երկու թեմաներ նույնպես։ Մեկը Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան է, մյուսն էլ Մերձավոր Արևելքի իրավիճակը։ Մենք այդ զարգացումները տեսնում ենք որպես զարգացումներ, որոնք ապակայունացնում են թե տարածաշրջանային, թե համաշխարհային խաղաղությունը եւ հետեւաբար ցանկանում ենք այդ երկու բարդ իրավիճակները հնարավորինս շուտ հանգուցալուծվեն համապատասխան միջազգային իրավունքի եւ համապատասխան դիվանագիտական սկզբունքների։ Հետեւաբար այս քաղաքական երկխոսությունը քննարկելիս ես նաեւ հասկացա, որ պարոն նախագահ դուք Լատվիա չեք այցելել, հետեւաբար ինձ համար մեծ պատիվ է պաշտոնապես ձեզ հրավիրել, ձեր պատվիրակությանը հրավիրել այցելել Լատվիա, շարունակել այս գերազանց երկխոսությունը, որը արդեն իսկ սկսեցինք այսօր եւ գաղափարներ ունենք, ինչպես կարելի է այդ հաջորդ այցը կազմակերպել, ինչպես նաեւ միջկառավարական, միգուցե հանձնաժողովների հանդիպումներ, բիզնես համայնքի հանդիպումներ կազմակերպենք եւ ես անհամբերությամբ եմ սպասում տեսնել մեր հարաբերությունների նոր գլուխը, մեր անձնական հարաբերությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Լատվիայի միջև հարաբերությունների։ Շնորհակալություն։